Երկված են բոլոր երկերը, բոլոր կենացներն ասված, խաղացված են բոլոր դերերը, նոր չէ և երկիրն արարված, բայց նոր է քո խոսքը, քո գործը, որ բերել է զարթոն քարտնացում, և անվերջ է քո կամքը, քո կյանքը, անցյալի հավերժի շաղկապում։ Կհնչեն ապագա երգերը, շեփորները հաղթական օրվա, կհայտնի մեր նախնյաց երկիրը, մոխրացած անցյալի վրա, և նոր է քո խոսքը, քո գործը, էներգետիկ դաշտերի, այսինքն այդ էներգետիկ հանգույցների անմիջապես վրա են կառուցված։ Պարզապես ցավոք սրտի եղեր մենք մեր այս սրբավայրում ունենք 3 հոգի հակառակներ։ Մենք ներս դրաճ։ Հա, ես դրա համար ասացի, որ ավելի լավ է չմտնենք, դրսում սրբագործումը կանենք, հետո մի հատ մենք կմտնենք ներս, ես կմտնեմ ներս, այնտեղ սրբագործումը կարվի, դրանից հետո հանգիստ արդեն ազատ կարող եք մտնել, որովհետև ճիշտ է, բոլոր դեպքերում իրենք այնպես չեն պատրաստական են վնաս հասցնելու, բայց ով իմանա։ Օրինակ անցյալ մեր Հարիճաբանք եւ մեր մյուս սրբավայրը որ գնացինք Մաստարան։ Հենց այդ տեղում 2 հոգի կային, ու մեր աղջիկներից մեկը հաջողացել էր արագ ինքը մտնի ներս, ու ներսում ամբողջ սևն էր տեսել եւ հետևից ձայներ էր լսել, որ ասել էին սրանք եկան։ Հա, իրենք սպասում էին։ Հետո ինքը անմիջապես այդ ճնշումը մեծ իր թիկունքում զգալով անմիջապես դուրս էր եկել, ու ասացի, որ պետք չէր ներս մտնել։ Սրբագործումից հետո երբ ներս էր մտել, տեսել էր կորքունգուկ էներգիան, որ ամբողջ սրբավայրի ներսում պտտվել էր։ Պարզապես տեսել էր, ու էլի ահագին հրաշքներ էին տեղի ունեցել, որի մասին ուզում էինք խոսել, այդ օրը այնքան հագեցած ու ծանրաբեռնված օր էր, որ հերթ չհասավ դրանց, որ մարդկանց խոսքրանք իրենց տեսածների, լսածների մասին ասեն։ Նման հրաշքներ շատ են տեղի ունենում։ Կարծում եմ, որ այստեղ էլ մենք ունենանք։ Սուրբ սրբոց սրբերից արարիչ, խնդրում ենք մաքրագործված և սրբագործված համարիր բոլոր այն տարածքները, որտեղ քո կամքով հնչեցնում ենք մեր այս խնդրանքը։ Թող իջիկ դառնան բոլոր նախապես արված ծիսակատարությունները, բոլոր պիղծ ու կպչուն մտքերը, որ երբևէ ծագել են այստեղ, Սուրբ սրբոց սրբերից արարիչ, խնդրում ենք, շուտապույտ թող երկրի վրա իր շարունակությունը գտնի այն արդար պատժի գործընթացը, որ քո կամքով սկսվել է տիեզերքում։ Թախանձագին խնդրում ենք, դաժանորեն պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են հայի ինքնությունը պղծելու, իր արդար որդիների քրտինքով ու արյամբ կայացրած Հայաստան պետությունը թուլացնելու, հայոց սրբազան հողը թշնամու զիջելու, ազգը պառակտելու, հայոց բանակը թուլացնելու, հայոց մեջ հավատն ու արժանապատվությունը ոչնչացնելու համար։ Կրկին խնդրում ենք, պատժիր մեր հայրենիքի պարտությանը նպաստած բոլոր ղեկավարներին և հովանավորներին, ովքեր երբևէ հետամուտ են եղել քո ընտրյալ ազգի և պետության ոչնչացմանը։ Պատիժ, վրեժ, պատիժ։ Որ բերել է զարթոն կարտնացում,
չէ քո կամքը, քո կյանքը անցյալի հավերժի շաղկապում Վերևից իջնում է էներգիա, ուր քուրմ եք էներգիան։ Այս 9-րդը մյուսներից 4 մետր 4 մետր բարձրության վրա է դրվում։ Ուրեմն այս քարիկների, այս մեծ քարերի, այդ փոսիկների, այդ անցքերի արանքում դրվում է մի այսպիսի գործիք, որի վրա բերված մնացած 8 քարերն են ամրացվում։ Այսինքն չինտի մայաներ, այսինքն այդ տակդիրների վրա դրվում են, որոնց ուղղությունը դե արդեն պետք է լինի դեպի այս մեջտեղի այս 9-րդ քարը, այո։ Դա սա վերցրել Երանիստ բուրգ, իսկ նայել իննանիստ բուրգա։ Ուրեմն այստեղից այդ էներգիան իջնելով բեկվում է այս էներգիաների այդ քարերի վրա, որոնցից էլ ինքը տարածվում է արդեն իրենց բոլոր ուղղություններով։ Քանի որ սա համարվում է աշխարհի կենտրոնը, այսինքն քարահունջը փոքր կենտրոնի մեջ է այսպես մտնում, Տաթևի սյունն է, այդ էլ այդ տարածքում է գտնվում, այսինքն ինքը հենց կենտրոնական հատվածում է աշխարհի գտնվում, այստեղից մինչ այդ ինչա տեղի ունենում, բոլոր այս մեր 8 էներգիաները, որ մենք գիտենք, կից սկսած, մինչև որն է վերջինը մեր չին, կից մինչև չի այդ էներգիաները, ուրեմն իրենք 4 մասի, պատկերացրեք մի հատ ցած կլոր տորցիկ, վերցնեք 4 մասի բաժանեք։ Ունենա ներքին հատված, վերևի հատված։ Ուրեմն վերևի հատվածում այդ 8 էներգիաներից 4-ն են լինում։ Երկու շերտանի երկու շերտանի է, էլի։ Որտեղ վերևի շերտը արդեն լինում է այս շերտերի արանքում էլ 5 մետր տարածություն։ Այսինքն ամբողջ այս երկրագունդը պատված է լինում այդ երկու շերտանի այդ 8 էներգիաներով, մեկը մյուսի հետ իրենք աշխատում են, կենտը զույգի հետ, ու երբ որ այս ուրքուր մեկնել իջնում է, այս չինտիմայաների մեջով այդ ամբողջ էներգիան գնում է, հենց այդ էներգիաներին է հասնում, երակցում է տեղի ունենում, ու դրա շնորհիվ արդեն սկսում է մաքրվել, ու ինքը տարածվում է ամբողջ երկրագնդի վրա։ Մաքրվում արդեն դե գիտենք, հողի շերտն է մաքրվում, օդի շերտն է մաքրվում, ջերմաստիճանը, ջուրը, ինչ որ կա գոյություն։ Բոլոր 4 տարերքները։ Այո, բոլոր այդ տարերքները։ Անցյալ անգամ այստեղից սկսենք, որ մենք ցանկանում ենք նաև խոսք տայինք մեր հետևորդներին, այն հետևորդներին, ովքեր որ իսկապես հրաշքներ են տեսել իրենց կյանքերում, հատկապես դիմելով Սուրբ խոսքը երկնային տերտիրույներին, արարչին, առհասարակ այս գիտելիքների հետ առնչվելուց հետո այդ հրաշքներից նաև Սյուզին է տեսել, անցած անգամ ուղղակի մենք չկարողացանք խոսել, մեր Նարինեն շատ հետաքրքիր բաներ տեսել, Գոհարն է տեսել, Արարչին է տեսել։ Այսօր առիթը բաց չենք թողնում, ուզում ենք հենց այստեղից սկսենք, որ ոչինչ բաց չթողնենք։ Սյուզի ջան, նախ ներկայացրու, թե ինչ էր ընդհանրապես քո հետ տեղի ունենում, թույլատրելի սահմանում այդպես ներկայացրու։ Անիքի վրա թողտուկրեր, մահագրեր են արված եղել։ Բնականաբար մեր հոգուն դասել ենք հասկացնենք, որ մի բան այն չի էներգետիկ մակարդակով ու այդպես հասանք դեպի ճշմարտություն, հասանք դեպի այս ուղի ու Իշնորհիվ պարոն Ռուբենի Գոհարի Լիլիթի մենք արդեն մաքրված ենք եւ ազատված ենք չար ներգործությունից, հակառակորդ կողմի դիցերից, ովքեր որ տարիներ շարունակ, այսպես ասած, մեր կյանքը թունավորել են ու նույնիսկ մեր տանն էին արդեն բնակվում։ Իրանց համար հանգիստ փափուկ տեղ էին գտել, այսպես ասած։ Պատկերացրեք 24/7-ով ձեր վրա չար ներգործություն է իրականացում, թե տանը, թե դուրսը աշխատանքի վայրում։ Իսկ ո՞նց էիր դու դա զգում քո վրա։ Դա զգում էի օրինակ հենց իմ աուրայի վրա, հետո տիկին Գոհարից մենք այդ բարձեցինք, որ իմ աուրայի վրա իրանք հոտ էին ցանել հատուկ, այդ հոտը մարդկանց վանելու համար էր, քանի որ այդ գրի մեջ նաև գրված էր, որպեսզի բախտի կապանքներ լինեն եւ դա հենց այսպես ասած իմ դեպքում ամենաանգծված բանն էր։ Ուղիղ ձևով ազդում էր, վանելու համար։ Ինչպես միշտ փորձում ենք փնտրել, հասկանալ ինչ կա, որպեսզի կարողանանք ճշտումներ կատարել, ինչի հետ են համաձայն երկնայինները, ինչի հետ ոչ, ինչն է ճիշտ, ինչը սխալ։
Եվ ինչպես բանից բառում է, ոչ մի ճիշտ բան այդպես էլ չկարողացանք գտնել։ Դե ավելորդ եմ համարում միջնադարյան կառույց լինելու մասին այդ լոլոները կրկնել։ Այո։ Սկսենք անվանումից։ Երերույք։ Իրականում երերույքը, որը հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 908 թվականին, ուրեմն հիմնադրումը եւ մինչեւ գործելը գիտենք, որ 9 տարի է տևում սրբավայրերի, սովորաբար, մի քանի բացառություն է եղել։ Համընկնում է այստեղ էներգետիկ հանգույցը այս քարաժայռի հետ, որը հենց երերույքի հիմքն է կազմում, հետևաբար Սուրբ Սրբոց սրբերից Արարչի որոշմամբ այստեղ կիրառվում է նոր կառուցման տեխնոլոգիա։ Տեղափոխել չէր կարելի, չեզոքացնել ժայռը նույնպես։ Եվ որպիսի այդ նոր տեխնոլոգիան արդարացնում է իրեն թե ոչ ճշտվի, Սուրբ Սրբոց Արարչի կողմից տեղի ունենում, կատարվում է երկրաշարժ, որպիսի հասկանանք Ստուգի կառույցի ամրությունը։ Այո, այս մեթոդը կառուցման իրեն արդարացնում է, թե ոչ, եթե նկատում ենք քիչ կան սրբավայրեր, այսքան մենք այցելել ենք տարբեր սրբավայրեր, բայց աստիճանների հարթակի վրա, աստիճանահարթակի վրա կառուցված սրբավայրեր, գիտենք Գառնին է, Երերույքը գիտենք եւ Զվարթնոցի տաճարը։ Զվարթնոցը, հա։ Զվարթնոցը չեմ նշում, որովհետեւ Զվարթնոցը իր եղել նախկին սրբավայրը եղել է Գառնիի տիպի։ Ինչպես բոլոր սրբավայրերում, այստեղ էլ մինչև 2026 թվականի հունիս ամիսը, այսինքն 2 ամիս սրանից առաջ աշխատել են հակառակորդները, տիրացել են, իրենցով են արել, ինչ ուզել են էլ արել են։ 2 ամիս առաջ իբրև թե լքել էին, բայց այսօր ինչ տեղեկացանք, որ նրանցից 3-ը էլի այդ փախստականներից եկել այստեղ պատասպարվել են։ Ինչ է տեղի ունենում։ Ուրեմն երբ սրբագործումը տեղի է ունենում, որևէ սրբավայրում, օրինակ մենք որ գնացել էինք այդ Պարսկաստանի սահմանը, որ գյուղներ, գյուղը որ վերջանում էր, Կուրիսից այն կողմ, Սարերից ու Ձորերից այն կողմ մի սրբավայր կար, որտեղ որ մենք հասանք, Հիգերակը։ Սրանց գլխավորը 19 դիցերի հետ այնտեղ պատասպարված էր։ Ուրեմն նրանցից 2-ին հաջողվել էր փախնել։ Ու այսպես է տեղի ունենում, երբ որ նրանք ինչ-որ մի տեղից կարող են հանկարծակի պլստալ մի 2-ը փախնել կամ մեկը փախնել ու գալ այստեղ հաստատվել։ Երբ 2 ամիս առաջ էր, հենց հարցնում էինք, որոշ ժամանակ չէ, 2 չէ, որ այստեղ կա որևիցե մեկը թե չկա, ասացին որ ոչ, չկա, իսկ այսօր պարզվեց, որ արդեն 3 հոգի այստեղ կա։ Հիմա ինչու՞մն է հարցը, երբ սրբագործումը կատարվում է, կոնկրետ գործողդիցը արդեն տարածքում է։ Ինքը գալիս է, որպեսզի սրբագործումից հետո ստանձնի իր պարտականությունները։ Երբ նրանք արդեն լքում են այս տարածքը, տարվում են Արարչի մոտ, թե ոնց է նրանց ճակատագիրը վերջանում, Արարիչն իրենց հետ թող լուծի, արդեն զբաղեցվում է տարածքը մեր կողմի դիցով։ Իսկ երբ սրբագործված տարածքը արդեն զբաղեցնում է մեր կողմի դիցը, նրանց կողմից ոչ ոք էլ իրավունք չունի այստեղ մուտք գործելու։ Այստեղ շատ նաև կարևոր հանգամանք է սա։ Անդրադառնանք մի փոքր կառույցին, մահացած երեխաների վերաբերյալ ինֆորմացիային հայտնի է, որ հարակից տարածքում հայտնաբերվել են միջնադարյան մանկական գերեզմաններ բազմաթիվ։ Պետք է նշենք, որ դա ոչ մի առնչություն չունի սրբավայրի գործառույթի հետ, ոչ մի։ Պարզապես այդ հիշողությունը արձագանքները, որ սրբավայրը կառուցված է եղել, երեխաների հետ կապ ունի, չէր կարող ժողովուրդը այդ հիշողությունը իսպառ կորցնել, էլի։ Քրիստոնեական շրջանում, քանի որ գիտելիքը կորել է, հոգու անմահության վերաբերյալ, Արարչի մոտ գնալու, վերադառնալու, վերամարմնավորման մասին ամեն ինչ կորել է, մահացած երեխաներին
բերել թաղել են երերույթի բակում, այսպես ասած, գուցե մտածելով, որ անմեղ հոգիներին արարիչը ավելի արագ թողություն կտա կամ Որ երեխաների հետ է կապված եղել սրբավայրը, միգուցե ինչ-որ մի, այո, հոգիների նկատմամբ բարեհաճ Չգիտենք կոնկրետ ինչ են մտածել։ Ինչ-որ մի բան մնացել է, էլի նախկինից, որ բերել են այդ երեխաներին։ Նաև հարուստների կանայք են այստեղ թաղվել, երևի ինչ-որ գումարի դիմաց եւ այլն, արդեն երբ որ տնօրինել է եկեղեցին բնականաբար այս տարածքն ու կառույցը։ Խոսենք նաև մուտքերից մեկի երկու կողմերում այս կամարների մասին, որոնք փակվել են, իհարկե, այնուհետ պարզվեց, որ նրանք բաց են եղել գեղեցիկ կամարներով, երկու փոքրիկ, այսպես սենյակներ կարելի է, հա, ասել փոքրիկ Կրկին սենյակներ։ մուտքեր են եղել։ Այո, մուտքեր, որտեղ էլ հենց իրականացվել են հղիների հետ կապված բոլոր գործընթացները։ Ծննդաբերության եւ հետծննդաբերական շրջանի բուժման վերահսկողության գործառույթ։ 9 սրբավայրեր, փաստորեն 8 սրբավայրեր, հենց անմիջապես հենց հիվանդանոցի, այսպես կարելի ասել, ֆունկցիա են կատարել։ Կոնկրետ ծննդաբերության առումով եւ հսկվել են, եւ խորհուրդներն են ճիշտ տրվել, ինչ պետք է, ինչ ծննդակարգա պետք օգտագործել, հետևել են այս ամբողջ ընթացքին եւ ծննդաբերությունների ժամանակի օգնություն ցույց տրվել։ Այո, Եվ հենց նախաքրիստոնեական ժամանակաշրջանում էլ փակվել է սա, այսինքն այս կառույցը գործել է մինչև ընդամենը 189 թիվը։ Արդեն ոնց որ մնացած ամեն ինչը, այսպես հող են պատրաստում իրենց ներմուծելու համար, նույնն էլ այստեղ։ Միգուցե ներկայացնենք ով է այստեղ աշխատել եւ ով է աշխատելու այսուհետ հետ։ Մներանն է Սուրբ Դիսը իր 9 օգնականների հետ այստեղ պետք է աշխատի եւ աշխատել է նաեւ 189 թիվը միջև։ Պատկերացրեք, դեռ քրիստոնեություն չկա, քրիստոնեություն չկա որպես պետականորեն ընդունված կրոն, սիրելի հետևորդներ, միամիտ չլինենք այնքան, որ մտածենք քրիստոնեության որպես կրոնի այդ կեղծ գաղափարները արդեն տարածված չէին։ Հենց դա է եղել պատճառը, որ ժողովուրդը աստիճանաբար հրաժարվել է սրբավայրերի գործառույթներից։ Իսկ որտեղ բացակայել են մեր դիցերը, 189 թվից Մներանեն լքել է սրբավայրը։ 2 տարի առաջ արդեն դադարել է որպես ուսումնական կենտրոն գոյություն ունենալ, որտեղ ինքը եղել է նաև բժշկական ինստիտուտ, կոպիտ ասած։ Եվ ունեցել է այն ժամանակվա համար էլի շատ կարևոր 97 մասնագիտական գրքերից կազմված գրադարան, որի փլատակները Երևում է բանը փլատակները, որ փոքրիկ տնակներ կան շրջակայքում։ երկեք տանիքով այդ կիսաքանդ կառույցը հենց գրադարանի կառույցն է, շենքն է եղել։ Գյուրջիևի ուսումնասիրությունների մասին, որ Ոչ մի ուսումնասիրություն այստեղ չի կատարել Գյուրջիևը։ ով էր ասում, որ կատարել է։ Նման աղբյուրներ կան, Ներողություն, շատ ավելի կարևոր ինֆորմացիա կա, մենք չենք ծանրաբեռնում մեր ուղեղը հիշելու համար, թե ով էր ասում։ Եթե աղբյուրներում ինչը որ մենք ինչին ծանոթացել ենք նշվում է, մենք հարկ ենք համարում կամ հերքել կամ հաստատել։ Մեր խնդիրը դա է, բայց Գոհար ջան, որ սենց աչ ու ձախ նայում եմ, չեմ կարող չանդրադառնալ այս վանդալիզմին, այս խայտառակությանը։ Այս մի ուրիշ գիտության արդյունքի վրա է գտնվում մեր երկրում։ Ոչ միտեղ նման բան չես տեսնում։ Ով ես, Ռաֆիկ ես, ինչ տխմար ես։ Որ մեկն ասենք, Աուվը եւ այլն։ Էս էլ հոթուրքը չի արել։ Սա դուք եք արել, սա մենք ենք անում մեր սրբավայրի նկատմամբ։ Ինչ է քեզ թվում քո անվան դաջումը սրբավայրի պատին քեզ անմահություն է տալու թե առողջություն։ Ոչ, թե գիտակցություն։ Իջեցնելու է քո վարկանիշը ավելի վատ, ավելի շուտ ես հիվանդանալու։ Օրինակ եմ ասում, նման անհեթեթ վայրենի վերաբերմունք սեփական մշակույթի նկատմամբ
Սա ցույց է տալիս մեր այսօրվա գուցե եւ երեկվա եկեք չասենք միշտ երբ որ երերույթը կառուցվել է գուցե մի քիչ ավելի խելացի են եղել ինչով է պայմանավորվում սա էլ է գիտելիքի պակաս հասկանում եք ինչու միշտ չէր կարող սա լինել որովհետեւ երբ որ երերույթը կառուցվում էր գիտեին ինչու են կառուցում Եվ ոչ ոք իրան թույլ չէր տա այս վայրենությունը։ Իրա համար սա ինչ է, ուղղակի պատ, ինքը ոչ քրիստոնյա է, ոչ հեթանոս է, ոչ աթեիստ է, ոչ մեկը չի։ Ինքը ինչ որ մեկն է, որ եկել է ինքնահաստատվի երերույթի պատի վրա։ Երերույթ կոչվել է 1498 թվականից։ Իսկ Արարչի կողմից դրված անունը երերվածն է եղել։ Մենք մեր հերոստատիտողների համար նորից կրկնենք, որ սա Սուրբ Դից Խալդի սրբավայրն է։ Մեր հետևորդներին մենք ասացինք, բայց նրանք չեն լսել այս մասին։ Եվ մի փոքր կարևոր փաստ նշենք սրբավայրերի Սուրբ Դիսերի անունը կրելու փաստի մասին եւ արդեն շարունակությունը ծիրանավորում։ Պարզվում է, որ որպեսզի որևիցե սրբավայր գրի որևիցե Սուրբ Դիցի անուն, նախ դա կոչում է, պիտի արժանանա Սուրբ Դիցը, որպեսզի նրա անունով կոչվի որևէ սրբավայր։ Եվ մենք ունենք այսպիսի 19 արժանավորներ, որոնցից մի քանիսի անունը 10-ն են մեզ հայտնի։ Այո, 10-ն են մեզ հայտնի։ Այսինքն նրանք ովքեր են հիշենք Սուրբ Դից Հալդը, Սուրբ Սրբոց Դից Հալդը, Սուրբ Դից Խալդը, Տիրը, Թուխմանուկը, Ապրեսը, Ամենը, Միհրը, Բագինը, Տիրը ասեցինք, Մարաթուկը եւ Ցախիկը։ Նշեմ, որ Ցախիկը եւ Մարաթուկը ընդհանրապես մեկ սրբավայր ունեն իրենց։ Ցախիկը երկու սրբավայր։ Իսկապես։ Բա երկրորդը որտեղ է։ Երևի Արևմտյան Հայաստանում։ Երևի։ Որովհետև մեր տարածքում գիտենք, որ մեկ սրբավայր է։ Ապարանում է հենց Ծաղկաշեն գյուղում Ցախիկ սրբավայրը, որտեղ որ մենք եղել ենք։ Երկված են բոլոր երկերը Բոլոր կենացներն ասված Խաղացված են բոլոր դերերը Նոր չէ և երկիրն արարված Բայց նոր է քո խոսքը, քո գործը Որ բերել է զարթոն կարտնացում Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում Կհնչեն ապագա երգերը Շեփորները հաղթական օրվա Գահայտնի մեր նախնյաց երկիրը Մոխրացած անցյալի Որը պատմիչոցն է Սուրբ Սրբոց Արարչի հետ մեր կապն է հաստատվում եւ տարածքը նույնիսկ սրբագործված այստեղից Եվս երկու հոգի գնացին Արարչի մոտ վառանը։ Եվ անվերջ է քո կամքը, քո կյանքը Անցյալի հավերժի շաղկապում
չէ քո կամքը, քո կյանքը անցյալի հավերժի շաղկապում